ԵԱՀԿ մոդել նախաձեռնությունը ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի մշտական խորհրդի կրկնօրինակումն է։ Մոդելի մասնակիցները հանդես են գալի ԵԱՀԿ 56 պետությունների դեսպանների դերերում։ Նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդ ուսանողներին փորձարկելու իրենց հմտությունները միջազգային հարաբերությունների դիվանագիտության ասպարեզում։ Նման մոդելն օգնում է խթանել երիտասարդության միջև երկխոսությունն ու համագործակցությունը եւ հրահրել թարմ գաղափարներ ու նոր մոտեցումներ ԵԱՀԿ գործունեության վերաբերյալ։ Երիտասարդ մասնակիցներին ավելի լավ նախապատրաստելու նպատակով կազմակերպվում են բանակցություններ վարելու եւ ռետորական արվեստի դասընթացներ։ ԵԱՀԿ կառույցների եւ մեխանիզմների միջազգային հարաբերությունների մասին սեմինարներ։ Արդեն 3 ԵԱՀԿ մոդել համաժողով է կազմակերպվել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Շիրակում, Լոռիում եւ Սյունիքում։ Հանրապետության մասշտաբով ԵԱՀԿ մոդել համաժողովը առաջին անգամ անցկացվեց Երևանում 2010 թվականի նոյեմբերի 5-ին եւ 6-ին։ Համաժողովի բացման արարողությանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործող ղեկավար Քարել Հովստրան նշեց, որքան փոքր է քո երկիրը, այնքան մեծ է արտերկիրը քեզ համար։ Մատնանշելով նման միջոցառումների կարևորությունը հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար։ ԵԱՀԿ մոդելի ամփոփիչ հանրապետական փուլին մասնակցեցին 64 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևանից, որոնց այս անգամ առաջարկվել էր քննարկել անօրինական միգրացիան, թրաֆիքինգը եւ դրա դեմ պայքարի միջոցներն ու մեխանիզմները։ Երկու հիփոթետիկ պետությունների՝ Ֆրիլանդիայի որպես ծագման երկիր եւ Գարգոսի որպես նպատակակետ երկրի օրինակի հիման վրա երիտասարդները պետք է առաջարկեին լուծումներ։ Մեծաքանակ կարևոր հարցեր իրենց լուծումներն են գտնում սուրճի ընդմիջումների ժամանակ, հիշեցրեց իր խոսքում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Դորիս Ֆոգլը։ Եվ իրոք, մեր մասնակիցները փորձում էին առավելագույնս օգտագործել այս ընդմիջումները համոզելու, լսելու, երբեմն անգամ պարտադրելու սեփական կարծիքը կամ ստանալու այնքան թանկարժեք գաղտնի տեղեկատվությունը այս կամ այն երկրի կամ կոալիցիայի դիրքորոշման մասին։ Ընդմիջումները օգտագործվում էին նաև ելույթում թաքցրած էմոցիաների արտահայտման, բուռն քննարկումների կազմակերպման եւ իհարկե զուտ ընկերական շփման համար։ Ունար թրաֆիքինգի բնույթի է բաժանում, որ ասենք Իտալիայի խնդիրները հաստատ տարբերվի Ալբանիայի խնդիրներից, էլի, ու ավելի իմաստ ունի, որ Ալբանիան, Ռումինիան, ասենք երկպետությունները, որ նման խնդիրներ ունեն, նույն կենտրոնի հետ աշխատեն։ Կենտրոններն իրար հետ են աշխատում։ Ռուսաստանի ներկայացուցիչ Գալստյան Դավիթը հանդես եկավ ամենախիզախ եւ պրովոկացիոն հայտարարությամբ, համաձայն որի նա պատրաստ էր 700 միլիոն եվրոյի համարժեք ներդրում կատարել Ֆրիլանդիայի ծանր արդյունաբերության ոլորտում։ Այս հայտարարությունը հրահրեց ԵԱՀԿ մոդել համաժողովի երկօրյա թեժ բանակցությունները։ Ես Ռուսաստանի դեսպանն եմ, ներկայացնում Ռուսաստանը այս մոդելին, բավական հետաքրքիր դերը, որ ինձ տվել են, հատուկ դերակատարի դերը։ Այսպեսով, ինչպես տեսնում ենք, ընթացքը բավական հետաքրքիր է եւ Ռուսաստանի առաջարկները մի կողմից ընդունվում են, մի կողմից խիստ մերժում են, դա էլ է մեծ հետաքրքրություն պատճառում եւ այսպես ասած ազարտն է նույնպես մեր մոտ առաջանում։ Շատ հետաքրքիր է, թե այսպես շարունակվի, շատ գոհ կմնամ, նախորդ մոդելները ցույց են տվել, որ բավական հետաքրքիր պրոյեկտ է սա եւ այստեղ մասնակցելը եւ մեծ հաճույք եւ մեծ փորձ է ապարգևում մասնակցողներին։ Սլովակիայի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը մասնակցում է ԵԱՀԿ մոդել համաժողովին ԵԱՀԿ-ն ավելի մոտիկից ճանաչելու եւ կազմակերպության շրջանակներում որոշումների կայացման իրական մեխանիզմին ծանոթանալու համար։ Ինձ համար շատ հետաքրքիր է նախ եւ առաջ թրաֆիքինգը, որովհետեւ դա իսկապես ինձ անհանգստացնում է եւ կարծում եմ, որ 21-րդ դարի ամենամեծ մարտահրավերներից է։ Եթե կարողանամ ճիշտ լուծումներ գտնեմ, առաջարկեմ եւ կարողանամ ապացուցել, որ դրանք իսկապես կգործեն եւ որ դրանք իրականացվեն եւ ընդունվեն այլ մասնակիցների կողմից, այդ ժամանակ ես ինձ լիարժեք կզգամ։ Համաժողովի մասնակիցների թվում շատ էին նրանք, ովքեր մասնակցել էին նախորդ մարզային համաժողովներին։ Շատերի խոսքով նախկին փորձը օգնում է արդյունավետ մասնակցության եւ լավագույնս դրսեւորման հարցում։ ԵԱՀԿ մոդել համաժողովի բոլոր 64 մասնակիցները ջանասիրաբար նախապատրաստվել էին դերախաղին։ Հնարավորինս շատ տեղեկություն հավաքել թե իրենց երկրի, թե այդ երկրում թրաֆիքինգի խնդրի եւ թե տվյալ երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ փորձագետի օգնությամբ մշակել իրենց երկրի ռազմավարությունը։ Իմ փոքրիկ ներդրումը կլինի այն, որ ես որպես քաղաքացի պատասխանատու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու այս շրջանակներում կփորձեմ այնպիսի արժեքներ ներդնել ընդհանուր որոշման, ընդհանուր process-ի մեջ, որը միգուցե ինչ որ մի օր ենթադրենք
հիպոթետիկ կերպով ընկալելի կլինի նաև այլ պետությունների համար կամ հասարակության համար ու այդպես իմ ներդրումը կունենամ։ Քննարկումներով հագեցած օրը ավարտվեց ոչ պաշտոնական մշակութային երեկոյով, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, մշակույթը, ավանդույթները, պատմությունը, լեզուն, հայտնի գործիչներին եւ այլ հետաքրքիր տեղեկություններ։ Համտեսեցին ազգային խոհանոցների քաղցրավենիքներ, լսեցին ազգային երգեր, միասին պարեցին, ուրախացան եւ բաժանվեցին արդյունավետ եւս մեկ եզրափակիչ օրվա ակնկալիքով։ Երկրորդ օրն սկսվեց նախորդ օրվա ամփոփմամբ։ Ընտրվեցին լավագույն մասնակից, լավագույն բանակցող եւ լավագույն հատուկ դերակատար անվանակարգերի հաղթողները։ Բանակցությունների արդյունքում աղբյուր եւ նպատակակետ երկրների միջև ձեռք բերվեցին միջպետական համաձայնություններ։ Կատարվեցին ծրագրերն ավելի մանրամասնելու եւ մեխանիզմներ առաջադրելու փորձեր։ Կազմվեց առաջարկությունների փաթեթ։ Մոտ 3 ժամ տևած քննարկումների ընթացքում մասնակիցները փորձեցին վերջնական եւ բոլորի համար ընդունելի որոշում ձևավորել։ Այս գործընթացը հիշեցնում էր իրական դիվանագիտական քննարկում, երբ բառերն ու շարադասությունն անգամ կարող էին որոշիչ լինել։ Ես ունեմ առաջարկ 5-րդ և 10-րդ կետերը միասին և ավելի հստակեցնել նրա առջև դրված խնդիրները։ Արդյունքում որոշման մի քանի կետեր հանվեցին, ներառվեցին առաջարկությունները։ Հատկանշական էր երիտասարդ մասնակիցների ցուցաբերած գիտելիքները միջազգային հարաբերությունների, իրավունքի, թրաֆիքինգի, քաղաքակիրթ բանակցությունների ոլորտներում, ինչը վկայում էր այն մասին, որ համաժողովին նախորդած դասընթացները արդյունավետ էին։ Քննարկումների ավարտին բոլոր դեսպանները հանդես եկան կարճ հայտարարությամբ, որում նշում էին իրենց երկրի դիրքորոշումը, խնդրի վերաբերյալ իրենց մոտեցումները եւ առաջարկվող լուծումները։ Բոլոր մասնակիցներն ստացան մասնակցության վկայագրեր, իսկ լավագույնները հատուկ պարգևներ։ Նրանք շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին նման հետաքրքիր եւ օգտակար նախաձեռնության համար։ Հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական։